Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ նախագահ Ռեջեփ Էրդողանի դեմ ցույցը ավարտվել է արյունալի բախումներով։ Ամերիկյան պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ 9 մարդ տուժել է, կա 2 ձերբակալված։ Առայժմ հայտնի չէ ոչ ձերբակալվածների, ոչ էլ տուժածների ազգությունը։ Ամերիկյան առաջատար լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնված այս միջադեպը տեղի է ունեցել 3 ամերիկյան մայրաքաղաքում Էրդողան-Թրամփ հանդիպումից հետո։ Ամերիկայի ձայնի թուրքական ծառայության տվյալներով բախումների պահին Էրդողանը գտնվել է դեսպանատանը։ Թուրքական դիվանագիտական ներկայացուցչության մոտ հավաքվել էին ինչպես Էրդողանի ընդդիմախոսները, այդ թվում հայկական, ասորական, հունական, քրդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այնպես էլ թուրքական իշխանությունների աջակիցները։ Վերջինների զայրացրել էին Էրդողանին եւ Թուրքիային քննադատող կարգախոսներն ու պաստառները։ Համացանցում հայտնված տեսանյութերում երևում է, թե ինչպես են Էրդողանի կողմնակիցները ճեղքելով ոստիկանական պատը հարձակվել խաղաղ ցուցարարների վրա ու բռունցքներով, ոտքերով հարվածներ հասցրել նրանց։ Բախման արդյունքում խաղ ցույցի մասնակիցները վնասվածքներ են ստացել, ոմանք առնաշաղախ էին եղել։ The type of violence you would never expect to see in America's capital. The type of violence that you might expect to see in Erdogan's Turkey. Նման բռնություն երբեք չես ակնկալի տեսնել Միացյալ Նահանգների մայրաքաղաքում։ Նման բռնություն կարող ես տեսնել Էրդողանի Թուրքիայում։ Դեպքի վայրից մեկնաբանել է ցույցին մասնակցող Ամերիկայի Հայդատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, շարունակելով. This is the very type of intolerance that has come to predominate. Սա այն անհանդուրժողականությունն է, որ իշխում է Թուրքիայում, եւ նրանց շնորհիվ այն դրսևորում ստացավ նաեւ Վաշինգտոնում։ Ամերիկայի Հայդատի հանձնախմբի պնդմամբ հարձակվողները պարզապես ցուցարարներ չէին, այլ հատուկ պատրաստություն անցած անձինք, որոնք հավանաբար եղել են Էրդողանի անվտանգության ծառայությունից։ The Guardian թերթն է գրում, որ հարձակվողները Էրդողանի թիկնապահներն էին, վկայակոչելով ականատեսների պատմածը։ Բրիտանական պարբերականը հայտնում է, որ բախումը սկսվել է այն պահին, երբ Թուրքիայի նախագահի անվտանգության աշխատակիցները հարձակվել են քրդական դեմոկրատական միություն կուսակցության դրոշը ծածանող ցուցարարների վրա։ Կոստյումներով տղամարդիկ հարվածում են ցուցարարներին, գետնին տապալում նրանց, ապա ոտքերով հարվածներ հասցնում, երբեմն գլխին, նկարագրում է The Daily Mail-ը։ Ready? Meg, let's go. Let's go. Սա Թուրքիայի նախագահի թիկնապահների անվան հետ կապվող առաջին աղմկահարույց միջադեպը չէ։ 2009 թվականի Նյու Յորքում Էրդողանի թիկնազորը ծեծկրտուքի է բռնվել Սպիտակ տան նախկին ղեկավար Բարակ Օբամայի անվտանգության աշխատակազմի հետ։ Ինչպես թուրքական լրատվամիջոցներն էին փոխանցում, բանը հասել էր նրան, որ ծեծկրտուքին միջամտել է Էրդողանը, արդյունքում ամերիկացի թիկնապահներից մեկը քաշելով Էրդողանի ձեռքից դուրս է բերել նրան այդ ընդհարումների վայրից։ 2 տարի առաջ էլ Բելգիա կատարած այցի ընթացքում Էրդողանի անվտանգության ծառայության աշխատակիցները հայտնվել էին սկանդալի կենտրոնում կռվի բռնվելով բելգիացի գործընկերների հետ։